Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Վերջին տասնամյակների նույնիսկ մեր գրական դաշտի ամենանորարար հեղինակներից մեկը Կարեն Անտաշյանը առանց փակելու իհարկե հաշիվները պոեզիայի հետ, այնուամենայնիվ որոշել է արձակ գործերի ժողովածու հրատարակել լավ պրծա վերնագրով, շատ հետաքրքիր մի իրացում, որի շուրջ էլ այսօր կզրուցենք Կարենի հետ։ Ողջույն Կարեն։ Բարև Արմեն։ Երբ որ իմացա գրքիդ լույս տեսնելու մասին, մտածում էի ինչ է մոգոնել այս գրքում արդեն Կարենը, բայց ինչ մոգոնելուն անցնել է, այսպեսի նուրբ հարց քննարկեմ, էլի։ Գրքում որը կարճապատումներ է վերնագրել ժանրային առումով եւ կարճապատումներ կան եւ երկարապատումներ կան, հա, դասական առումով պատմված, բայց մի հարց ինձ այդուհանդերձ հետաքրքիր է այս անցման տեսանկյունից, պոեզիայից արձակ, մոտ 1 տասնյակի չափ կարճապատումներ կային, որոնք ներքին հնչերանգի, նյութի, հեգնանքի, հումորի տեսանկյունից բացարձակապես չէին տարբերվում այն բանաստեղծություններից, որ կան ասենք քո նախորդ հատկապես վերջին երկու գրքերում։ Այս դեպքում կուզեի ինձ ու ռադիո լսողներին երևի թե բացատրեիր որն է այս դեպքում տարբերությունը բանաստեղծության, որը տպել ես բանաստեղծությունների գրքում, ասենք հաճույքների հանրագիտարան բանաստեղծությունը, եւ այս գրքում ընդգրկված կարճապատումների միջև ինչն է սա դարձնում արձակ։ Շատ հետաքրքիր բան է, օրինաչափություն ես նկատել եւ խոսակցության մեկնարկի համար նախ ասեմ, որ շատ ուրախ եմ քո մոտ հյուր լինելու համար, ես մեր գրական դաշտում գրական հաղորդաշարեր այնքան քիչ են, քոնը կարելի ասել առաջին հորիզոնականում է եւ գիրք հրատարակել հավասար է միևնույն ժամանակ լինել քո հյուրը բարձր գրականություն հաղորդման շրջանակներում։ Հետաքրքիր է, էլի, կարծես թե նույնն են, չէ՞, իրացումը, բանի սյուժետային, պատումային եւ այդ դրամատիկ լարման գիծը եւ այդ վկայում այն մասին, որ ամեն դեպքում այս իմ անցումը օրինաչափ էվոլյուցիոն անցում է մի կողմից, որտեղ բոլոր այն թեմատիկ, լեզվական, բան իրացումները ոնց որ վերջին հատկապես 4-ի մեջ լրիվ գտած են իրանց եւ շատ հանգիստ կարելի է նաեւ տողատել մի քիչ փոփոխել ու դարձնել բանաստեղծություն։ Գիրքը մղեց, չասեմ վերընթերցել, այնուամենայնիվ կրկին թերթել 4-ը հատկապես եւ 4-ի կառուցվածքը շատ նման էր լավ պրծայի կառուցվածքին իդեպ, այնտեղ ներքին բաժանումներ մենք քննարկել ենք այդ հարցը չկան եւ այլն իրար հետեւի շարված տեքստեր եւ մի պահ մտածեցի, ահա 4 բանաստեղծությունները ուղղակի որպես արձակ շարում ենք եւ մեծ տարբերություն չի ստացվում այդ բանաստեղծությունների եւ այստեղի կարճապատումների բայց ամեն դեպքում մի գաղտնիք կա, չէ՞ որ ամեն դեպքում էական է տարբերությունը, որտեվ երբ որ դու ասում ես սա բանաստեղծություն է, այդ պոետիկան ամեն դեպքում շատ ավելի ընկողմա, քան թեմատիկ իրացումը, լեզուն, սյուժեն, պատումը, անգամ այդ դրամատիկ լարման զգայական ճոճանակը շատ տարբեր է եւ ես բանաստեղծությունների գիրք անել, բանաստեղծությունների տրամադրության մեջ, պոետիկ է տրամադրության մեջ լինելուց շատ ավելի sense գերզգայուն վիճակում եմ եւ մի տեսակ շատ ավելի խոցելի, շատ այդ գերզգայունակությունը չնայած որ բանաստեղծությունը կարող է ինքնին թվա կոպիտ, թվա այդն շատ կենցաղային եւ առօրեական ոճով, ամեն դեպքում պոետիկան մի քայլ խորք է այդ ամեն ինչ, այսինքն այդ ամեն ինչ ոնց որ առիթ է այդ պոետիկան մատուցելու, այնտեղ կարևորը ավելի շատ հենց այդ ռիթմն է, այդ նուրբ զգացողություններն են, բառերի խաղն է, անցումներն է, լռությունն է, տրամադրությունների հետ այդ փոփոխության հետ խաղալն է, այն ամեն ինչը մի խոսքով ինչ որ մենք գիտակցված կամ չգիտակցված հասկանում ենք իբրև պոետիկա, բայց սա անելուց մի տեսակ թեթև հանգիստ ավելի հաճույքով, ավելի վայելելով եւ ավելի քիչ պատասխանատվությամբ
հետաքրքրությամբ եւ ավելի ասենց ասած իբրև գրող ասենց թեթև ու հաճույքով ոչ մի գիրք չեմ գրել։ Ես միշտ լարված եմ եղել ցանկացած բանաստեղծական գիրք անելից, բայց դրա հակառակ կողմն էլ կա ի դեպ։ Երբ որ ես այդ զգայական էգզիստենցիալ ապրումների միջով անցնելուց ի վերջո բանաստեղծությունների գիրք պոեզիա եմ մատուցում, դրանից հետո նենց մի հատ ինքնավստահություն է գալիս մոտս, որ գրեթե վստահ եմ, որ ոչ մեկ չի ընկալելու մեկ ամինչը վերջ ինչ որ ուզեցել եմ անեմ, ինչ որ տեղերից է մեկը, որը ոչ մեկին մեկը հասու չի լինելու, որովհետև բանաստեղծը մի տեսակ այն բաների նման է, հոդվածոտանիներ կան, որ աճում են մենակ, երբ որ իրանց այդ պատյանը թողում են ու մի քանի օր շատ փափուկ վիճակում են ու շատ խոցելի բանաստեղծելն շատ ագին առողջություն է պետք բանաստեղծելու համար։ Ես օրինակ էսպես Եվ առողջությունս էլ չի երիկում դրա մեջ լինելու։ Իսկ սա, չնայած որ շատ թեթև, զվարճալի, լավ հոգեվիճակով վայելելով գրել եմ, բայց գիրքը հրատարակելուց հետո դեռ ոչ մեկ համարը չի կարդացել, հենց մի հատ sense վախվորած զգացողություն ունեմ, որ ոնց կընկալվի, ինչ զգացողություններ կա, ոնց որ առաջի անգամ գիրք հրատարակացել եմ, հետաքրքիր տարբերություն է։ Ես մի եզրահանգման եկա ըստ ամենայնի, այսօր երբ որ ժանրային այդ անցումներից հարցնամ գրողներին, ըստ ամենայնի պետք է հաշվի առնեմ, որ մնացած ձևակերպումները սուտ են, կարևորը թե ինչ է զգացել, հա, ինչ հոգեվիճակում է գրել գրողը։ Եթե գրել է բանաստեղծական այդպես հոգեվիճակում, դառնում է բանաստեղծություն։ Եթե տենց իմիջիայլոց, ուրեմն դառնում է արձակտես։ Կարեն, ես երևի թե առաջիններից եմ, որ զգացողություններս հիմա փոխանցեմ գրքի վերաբերյալ, դրա համար ուզում եմ այդպես ինչ կա ասել, էլի։ Գամ այդ ոճին stand-up կոչվածին, որ անոտացիայում ներկայացված է, սա գիրք է, որը գրված է stand-up ոճի մեջ, հա, եւ հուշագրության լեզվով։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, այստեղի տեքստերից շատերին սաունդ-էին, օրինակ Facebook-ից, հա, եւ չնեղանաց որակի հարց չի, էլի։ Ես ունեմ բազմաթիվ օրինակ Facebook-յան ընկերներ, որոնց պատերին նույնպես պարբերաբար կարդում եմ նման հետաքրքիր պատմություններ, ինչպիսիք քոնն են, բայց վստահ եմ նաև, որ նրանք երբևէ ոչ ունեն գրողական հավակնություն, ոչ գիրք կտպագրեն եւ այլն եւ այլն։ Ահա կուզեի այս մի կտորն էլ գրողաբար քննարկեինք, էլի։ Ինչով է քո տեքստը, քո Facebook-ում գրածը մի քայլ վերանում եւ դառնում գրականություն։ Ամեն դեպքում դու որպես դրա հավակնություն ներկայացնում ես այս գրքով, լավ պարծայով։ Հա, ըստ էության հենց հավակնությունն է բուն սկզբունքը եւ ճիշտ է, այս տեքստերը հավակնի դառնում։ Մեծ մասը գրվել են սոցիալական ցանցերում, նու գոնե սյուժեի պատումի մակարդակում, էլի, Facebook-յան ստատուսի ոճով եւ իբրև սոցիալական ակտ ինչ որ մի բան պատմելու, մարդկանց զրույցի մեջ քաշելու, զվարճանալու, այս սոցիալական ակտ իբրև։ Հետաքրքիր է, երբ որ այդ տեքստերը համախմբեցի գրքի առաջի այդ քայլը անելու ժամանակ զգացի, որ չեն կարդացվում, ինչ որ մի բան այն չի, չգիտեմ, եթե դնես համեմատես շատ էական տարբերություններ կան, հա։ Ամեն դեպքում, երբ որ մի բան գրքի մեջ է եւ սենց գրական տեքստ լինելու հավակնություն ունի, ուրիշ ինտիմություն է պահանջում ընթերցողական եւ ահագին խմբագրել եմ իրականում եւ հիմա էական տարբերություն կա թե մուտքը, թե լեզուն մատուցման, թե պատումը ամբողջացնելու այդ տեխնիկան ահագին տարբերվում է։ Ըստ ամենայնի դա դիտարկենք սևագրություն, որը այստեղ մաքրագրվել է գրողական ներշնչանքով։ Կարող ենք այդպես թիթիզ բան ասել։ Դե հա, ըստ էության գիրքը առանձին ամբողջական ընթերցանության համար ուրիշ տրամադրություն է բանանում, բայց բուն հայտը ինձ թվում է նույնն է մնացել։ Ամեն դեպքում ինչով է նաև էլի տարբերվում պոեզիայից բան պատմելը շատ սոցիալական ակտ է, այսինքն մարդուն հրավիրում ես զրույցի եւ ուզում ես մի բան պատմելով զարմացնել, զվարճացնել, հետաքրքրացնել իրան, հետաքրքիր թվալ եւ մի քիչ էլ չափազանցնել ինչ որ բան եւ հատուկ ինչ որտեղ ձգում ես, ինչ որտեղ սեղմում ես, որ այդ հաճույքը նաեւ ընթերցողական պահպանվի։ Բանաստեղծությունը այտենց չի ամեն դեպքում, էլի։ Ես սա համարում եմ, այսինքն նաեւ դրա համար եմ
վախենում, որովհետև իմ համար անսովոր մի բան է։ Վեբ չի, որ մեծ պատումը լինի ճյուղավորումներով, հերոսներով եւ այլն, բայց պատումները նաև դժվար է ամեն մի փոքր տեքստի մեջ այտենց մեծ ամբողջականություն ստացքի, զարգացում, ավարտ, այդ կլասիկ բոլորն էլ ունեն, հատկապես ֆինալները ինչ շատ դուր եկան, գրեթե բոլոր գործերի, որտեվ դե հա, ֆինալն է հիմնական մխող բաները։ Իդեպ այդ նույն հնարքը նաև չորի մեջ եմ օգտագործել, բայց դա արդեն ես դրա համար նմանեցրի։ Կար մի հետաքրքիր երևույթ էլ կար։ Ես կարդալուց անընդհատ ինձ բռնացնում է այդ մտքի մեջ, որ տես այստեղի հատկապես են շատ քննարկված պատմությունները, որոնք այս գրքում էլ կան, հատկապես են ակամային հոգեհանգստի ներկա են տղայի պատմությունը, այն վարչապետի եւ տիկնոջ այդ վերջաբանով այդ պատմությունը, դրանք Facebook-յան քո պատին կարծեմ ահավոր շատ քննարկվեցին, հա, կարծիքներ, տեսակետներ, սյուժեի զարգացումներ, դեղներ, հրահրոցներ եւ այլն եւ այլն։ Ինձ հոգեբանորեն է հետաքրքիր այս ամեն ինչը նաեւ։ Դες գրել ես պատմություն, որը քննարկվել է ըստ ամենայնի, ընթերցվել է, քննարկվել է, բայց որպես քո պատմություն։ Կարեն Անտաշյանի պատմությունը Facebook-յան պատին։ Ահա այդ պատմությունը, երբ որ արդեն գրքում է եւ գրականություն է, առնվազն հավակնության տեսանկյունից, արդյոք այն վերաբերմունքը, որ կար քո ստատուսին, տեղափոխվում է նաեւ այս տեքստի վրա։ Հետաքրքիր է։ Եվ ինչ ես դու ակնկալում այս տեքստից որպես արձագանք, էլի։ Եղազարյան Արտավազն էր առաջիններից մեկը կարդացել արձագանքի, ասում է ամեն տեքստից հետո ուզում եմ մտնեմ կոմենտներն էլ կարդամ։ Այսինքն տես էդ էլ հետաքրքիր բան է, այդ կոմենտները այդ պատմության շարունակություն են ըստ ամենայնի։ Այդ առումը ոնց որ բան է, կիսատ է մնում, չէ՞, ով որ հատկապես կարդացել է սոցիալական ցանցում, նաև արձագանքել է, քննարկմանն է մասնակցել, ոնց որ այդ նույն տրամաբանության բա ուզում էլի կարդա այս տեքստը, բայց դու իբրև մեկով ծայրից ծայր կարդացել ես, չգիտեմ, ունեցել ես այդ զգացումը թե չէ, որ ամեն դեպքում չնայած տեքստերը ցակուցրիվ են թեմատիկ եւ ժամանակագրական առումով, բայց ամեն դեպքում ինչ որ sense ամբողջականություն ունեն պատկերի, հատկապես անցյալ 30-40 տարվա մեր խմբային համայնքային փորձառության կենտրոնացման իմաստով, հիշողության իբրև ֆենոմենի ռեֆլեքսիայի իմաստով, այսինքն ոնց է մարդու հիշողությունը դիսկրետ կտրտված ժամանակից ու հանգամանքից կախված տարբեր բաներ իրան մատուցում եւ նույն պատմությունը ամեն անգամ տարբեր կերպ վերապատմում։ Այդ ֆենոմենն էլ է շատ հետաքրքիր։ Ես միշտ ինձ համարում եի վատ հիշողություն ունեցող մարդ եւ դրա համար ասում եի բանաստեղծությունը իմն է, իմպուլսիվ նստեցի այդ ապրումների մեջ գրեցի եւ թեման փակեցի, բայց պարզվում է արցակ գրելու համար ահագին մտածողական հիշողության հետ աշխատելու ջանք է պետք եւ սկսեցի երբ որ գրքի գաղափարը արդեն կար եւ տեքստերի երևի 20-30%-ը կար, ստիպված սկսեցի հղում անել անդադ ինչ եմ հիշում, ինչ չեմ հիշում, որ հանգամանքներում եմ հիշում եւ իմ համար շատ հաճելի էր այդ աշխատանքը, նորից վկայողներ գտնել, որ իրանց տեսակետը լսեմ այդ պատմության, որտեղ մոռացել եմ հանգամանքները, հին ֆոտոներ նայել, հին գրառումներ, այո, թե ինչ եմ ես առհասարակ հիշում ու ինչի եմ այտենց հիշում եւ հետո այդ հիշողությունը պարզվում է, որ ինքն իրանով կարող դու շատ տպավորված ես դրանից եւ քո կյանքի ամենակարևոր հիշողությունը, բայց երբ որ տեքստ ես դարձնում, ստացվում է ինչ որ անհետաքրքիր տափակ մի բան, ոնց անես որ հետաքրքրացնես, խայծը վերջում թողես, որ պահին որ հերոսին զարգացնես, այն մեկին երկխոսություններով անցումները ոնց դա շատ հետաքրքիր եւ իմ համար անսովոր մի հատ դաշտ էր էլի։ Կար մի հարց կար այդ ինչու ես այդքան ցակուցրիվ դասավորել եւ այլն, ըստ ամենայնի պատասխանեիր, մեկ այլ կետի պատասխանեցիր, մեկ այլ կետի գամ, տես
քո անունը կա, տիկնոջդ անունը կա, հայրիկի անունը կա, մայրիկի անունը կա, երեխաների անունները կան, էլի, այսինքն ռեալ անգամ քեզ միայն Facebook-ով ճանաչող մարդը կտեսնի որ քո առօրյան է եւ այլն եւ այլն։ Ինձ հետաքրքիր է այս հուշագրության այդ ձևակերպման տակ, էլի։ Սուտ կա այս գրքում։ Հետաքրքիր հարց է տալիս, օրինակ ես մինչև էտել եմ փորձել, որ գրական լինի, էլի հասկացա։ Մինչև էտել եմ փորձել գեղարվեստական պատմվածքներ գրել եւ ճիշտն ասած երբեք դուրս չի եկել մինչև վերջ։ Երբ որ անգամ եթե իրականում եղած ինչ որ պատում վերցրել եմ հերոս մի քիչ ուրճացրել, մի քիչ ձևափոխ է հորին է եւ դարձրել եմ պատմվածք, մեկը վերջում դուրս չի եկել, հա։ Հիմա սա ինչի ինձ sense հաճույքով կպա ու տարավ մինչև վերջ։ Բոլոր պատումները 100%-ով դոկումենտալ են։ Գրողական հնարքը արդեն այդ պատում կոմպոզիցիան էլի ոնց որ հա մեղեդին կա, բայց կոմպոզիցիան է բուն իմ աշխատանքը, որը լսեն ինչ որ պետք է հորինվի, էլի։ Այսինքն բանն եմ, դրամատուրգիան եմ հորին է, մատուցման ձևը կամ կոմպոզիցիան, sense ասած, բայց բուն մեղեդին իրական է, բոլոր տեքստերի ու բացառությամբ մի քանի տեքստի, որտեղ իդեպ էտել նշում եմ, որ ինձ պատմեցին սա, մնացածը բոլորը առաջի դեմքով իմ անունից իմ վկայությամբ ես եմ պատմում եւ բոլորը իրական են, հա։ Դառնում ես վկայող փաստորեն, էլի։ Բայց ամեն դեպքում այդ ժամանակաշրջանի պատկերը տալը, ես անկեղծ քեզ ասեմ, ամենատպավորիչները ինձ համար բանակային կյանքի պատմություններն էին, այն որ չգիտեմ ես այդ կյանքը եւ նաեւ ինչ որ առումով այդ կյանքը պատմելու կարիք ունի ամեն դեպքում եւ երկրորդ կտորը քո թերությունների, հա, այն հատկապես սևեռվատությունների, գաջը ոնց է սառնում եւ այլն, այդ երկու կտորներն էին, տես բանակային կյանքի այդ ֆենոմենի շուրջ կուզեի մի քիչ խորանային, որտեվ ժամանակին էլ ես գրել նման գործեր եւ դրանք հրատարակվել են, ամեն դեպքում էլի հուշագրություն, էլի հետահայացություն ներկան ինչ որ սրբագրումներ անում է, ինչ պատմել եւ ինչ չպատմել կարեն կամ պատմածը վերախմբագրել դե օրինակ շատ պատումներ կա որ կուզենայի գրել անպայման բայց ցավոք չեմ գրել որտեվ քրեական գործեր կարող ասել ամեն դեպք եւ իհարկե այդ իմ անձնական ցենզը երբևէ ինչ որ ցենզուրայի բան չեմ արել բայց երբ որ գիրք ես անում մի տեսակ հանրային հայտ է ինքը եւ ամեն դեպքում պատասխանատվությունն է մանավանդ երբ որ հայտարարել որ սա դոկումենտալ է ինչ որ ֆիլտրեր դրել եմ մի ամբողջական պատումներ հերոսներ դուրս են մնացել եւ իհարկե շատ բան սենց մեղմել եմ նաեւ որ շատ Պոշլի ոնց կլինի հայերեն ճիշտ բառը պոշլի չլինի էլի այսինքն իրականում ինքը հիմա եթե նայես հիմիկվա հումորը մեր շատ պոշլի է հիմիկվա հումորը սենց մի տեսակ այլասերված բառը վատ բառ է չի նկարագրում այդ պոշլիությունը բայց սա եւ զվարճալի ըլնելով հանդերձ նաեւ մի տեսակ մեղմ է խնայողական է մարդկային է այդ տեսակետը փորձել եմ պահել հետաքրքիր է բանակային պատումները որ քեզ դուր են եկել որովհետեւ դու այդ փորձառությունը չես ունեցել քեզ հետաքրքիր է բան է էլի բայց նաեւ այնտեղ կա վաղ անկախության շրջանի պատումներ հետերկրաշարժան այդ Վանաձորի պատումները Աթոռի պատմությունը եւ այսօր մի ամբողջ սերունդ է մեծացել որ չի տեսել այդ ամեն ինչը եւ իր համար դա շատ հեռավոր անցյալ է ինձ թվում է այդ փորձառությունը պահելը վկայելը ժառանգելն էլ է ինչ որ իմաստով հետաքրքիր որովհետև լիքը միջավայրներ կան որ վերացել են արդեն հարաբերությունների տեսակներ տեխնոլոգիան հիմա ամեն տեղ այնքան է մտած որ մեր երիտասարդները շատ բան չեն պատկերացնի ոնց է եղել առաջ հարաբերությունները Կարեն կա կամ եղել է ջանք այս պատմությունները պատմելիս ուրախացնել մարդկանց, այսինքն որ կարթան խնդան, հա, որտեվ շատ գործերի ֆինալներ, որ շատ անակնկալ էսպես գալիս են, ինձ օրինակ հատկապես առաջին պատումներում ես հրհրում էի ճիշտ ասած, կան նման նպատակադրում, որ
ուրախացնող պատմություններ լինեն այդ թեթևության մեջ այն ամենայնիվ էլ։ Հա, իհարկե, ես ի սկզբանե ասացի, որ սա սոցիալական ակտ է եւ բան պատմելով մարդուն զվարճացնել, մեկ ծիծաղացնելը, մեկ իրան հետաքրքրացնելը, մեկ ներքաշելը, այդ առումով է ինքը սոցիալական ակտ նաեւ, այսինքն գրական զուտ գրական ակտ լինելուց բացի։ Եվ հետաքրքիր է այդ տեքստերի դասավորվածության ցակուցրիվություն ասացինք, բայց ճիշտ է ժամանակագրություն չկա հստակ, բայց կա հստակ ամեն դեպքում դասավորվածություն եւ դա էմոցիոնալ ճոճանակի սկզբունքով, որ այսինքն մարդը մեկ թեթև անեկդոտանման մի բան կարդա, մեկ ինչ որ մեղմ ավելի քնքուշ զգացողության մի բան կարդա, մեկ ավելի էսեանման, որ մտորումներ ավելի շատ sense դանդաղ գեղարվեստականացված տեքստ կարդա, մեկ մի քիչ դրամատիկ բանով կարդա, այդ զգայական բանի հետ ես խաղացել եմ ամեն դեպքում։ Ես նաև մի շատ նուրբ այսպեսի հնդակ տեսա, չգիտեմ որքանով ես գիտակցված արել թե չէ, հատկապես հետանկախության շրջանի տեքստերում բնականաբար ավելի խեղճ ու կրակ, հա, հերոսը ավելի խնդիրների մեջ, սոցիալական տարբեր հարցեր լուծող, բայց ի՞նչն է ուշագրավ, չգիտեմ, թե դիտմամբ չես արել ուշադիր եղի, որ այդպիսի մի պատմություն է պատմում, հաջորդ պատմությունը անպայման նրա մասին է, որ չգիտեմ ինչ որ հյուրանոցում հանգստանում ես կամ գեմաֆինի հետ Դուբայում ես եւ այդտեղ հետաքրքիր կոնտրաստ է ստեղծվում, հա, ինչ որ ծամոններ ծախելով կոպեկներ հավաքելու եւ Դուբայից տան համար կահույք կառնել փորձող Կարեն Անտաշյանի միջև, որը չգիտեմ, շատ հետաքրքիր բան է։ Այդ դետես այդ էմոցիոնալ անցումները հա գիտակցված եմ դրել, բայց նաեւ կարդացողի համար էլի փորձառության տարբերություններ, եթե երիտասարդ մարդը կարդով նորա վախերով մտնում կյանք, չէ, լիքը խնդիրներ ունի լուծելու, հարաբերություններ ստեղծելու, սոցիալական հարցեր լուծելու, մեկ էլ տենում է, որ կյանքը այնքան երկար է, որ այնքան բան ես հասցնում անել, որ պետք չի միանգամից վախենալ այդ դժվարությունից, որովհետև դժվարություններից հետո մեկ էլ հեշտ բաներն են գալու, բայց իրականում այտենց հատուկ բան նպատակադրվածություն հենց սոցիալական բաների չեմ ունեցել, ավելի շատ կյանքի տարբեր փուլերի տարբեր փորձառություններ է իրար հետ տալը էլի, եւ ըստ էության այդ վերհիշողը sense հեշտ ու թեթև ամեն ինչ վերհիշում, մի տեսակ հումորի, կյանքի աբսուրդից զարմանալու, sense բան հիացողի, հետազոտողի դիրքերից եւ այդ հանգստացնող բան ունի իր մեջ մի տեսակ էլի։ Շատ լավ, կան իսկապես գիրքը շատ խոսալու տեղ է տալիս եւ այսօր դու լավ բրծար իրականում, որտեվ մեր ժամանակը ցավոք սահմանափակեր չեն կարող ծավալվել, բայց ես հուսով եմ, որ գիրքը դեռ շատ կկարդան, շատ կքննարկեն եւ այսպիսի բան մաղթեմ էլի, այն ակտիվությունը, որ տեսել եմ այս տեքստերի Facebook-յան հրապարակումների կոմենտներում, կուզեմ տեսնել ավելի այսպես գիտական գրաքննադատության մեջ ընթերցողական ավելի լայն այսպես շրջանակներում, որտեղ այս գիրքը արժանի է այդպիսի շրջանառության եւ հուսամ դու էլ ապագայում երբ որ հետա հայացն ես գրքին, քո արցակ ժանրի նկարտումներին կասես որ լավ բրծար։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի բանաստեղծ արդեն արձակագիր Կարեն Անտաշյանի հետ, մեր զրույցի թեման նրա լավ բրծակ կարճապատումների գիրքն էր, լավ եղեք։